Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Արկածների հետքերով անցնենք փորձությունը ջասով հետքերով արկածների Հիմա ինչ։ Պիտի փորձենք այս ճամպրուկը բացենք։ Տես է, ապրես, հանճար։ Մենք չենք էլ մտածել։ Վերջ հարցը լուծված է։ Եթե գտել եք փակ ճամպրուկ, անպայման այն բացեք։ Գոր իմաստասեր։ Դե բա ինչ եք առաջարկում։ Վերջապես մենք գտել ենք այն գանձերը, որոնց մասին ես երազում էի ամեն օր։ Դուք պատկերացնում եք, յուրաքանչյուր հանելուկը լուծելուց ինձ ոգևորել է ընդամենը մի միտք, որ վերջում մենք գտնելու ենք անգին գանձերը։ Ու հիմա այսօր մենք կանգնած ենք ճամպրուկի դիմաց ու չգիտենք թե ինչ ենք անելու։ Խելոք ջան, չես հասկանում, որ մեզ էլ է հետաքրքիր թե ինչ կա ճամպրուկի ներսում, բայց չգիտենք թե ոնց բացենք։ Թվում է թե հեշտ է, բայց չի ստացվում։ Ստեղ են ասել ճստիկա, բայց պստիկա։ Ես էլ եմ հասկանում, որ կողպեկ չկա, բայց որ կողպեկը լիներ, բանալին չէր լինի, ու մենք մի ամիս էլ պիտի տանջվենք, որ այդ բանալին մանկայինք։ Ես անգամ չեմ ուզում պատկերացնել, թե ինչերի միջով ենք մենք անցնելու։ Շատ լավ, հիմա առաջարկի ոնց բացենք։ Մենակ մեծ խոսալով չի։ Դե ասա, սպասում ենք։ Գորջան, բա երբ կասես։ Մի րոպե։ Այս ճամպրուկի վրա գրվածը ուղիղ կապ ունի նրա հետ, թե ոնց ենք այն բացելու, չէ։ Բա իհարկե կապ ունի, գոր իմաստասեր։ Հիմա հասկացած չէ, ինչի մենք մինչև հիմա չենք կարողանում բացել այս ճամպրուկը։ Բանալին թաքցված է այս գրության մեջ։ Ես կասեմ ոնց։ Պատրաստվեք։ Շուտով, շատ շուտով լսելու ենք գոր իմաստասերի հերթական հանճարեղ մտքերից մեկը։ Հա, հանճարեղա թե չէ, բայց կարևորը լուծումա։ Եկեք ճամպրուկը դղք կոտրենք։ Գոր գժվել ես, ինչ ես խոսում։ Հա, հենց այդպես, արագ եւ արդյունավետ։ Հիմա ես գնում եմ նկուղ, վերցնում եմ աշխարհի ամենամեծ մուրճը ու շրղ, ուղիղ այստեղ ճամպրուկն էլ կիսվում է երկու մասի։ Վերջ։ Հարգելի գոր իմաստասեր, իսկ մտածել եք թե ինչ կարող է լինել ճամպրուկի պարունակության հետ։ Չէ, ինչի մտածի, եթե ուժ ունի։ Գիտեք ինչ, ես արդեն հոգնեցի։ Կարելի է ասել հիասթափվեցի։ Ես գնում եմ ու խնդրում եմ ոչ ոք ինձանից չնեղանա։ Ես պետքա գիրքս կարդամ վերջացնեմ ու հենց այսօր վերջ գնացի։ Բայց Մարիա, ոչ մի բայց։ Դե Մարիա ջան։ Ապրես, շատ լավ է, գնա գիրքդ կարդա, վաղը հարցեր եմ տալու։ Գորջան, դե ասա, խոսա, մի բան առաջարկի։ Դուք շատ վատ ընկերներ եք։ Անգամ չհարցնեք ինչու։ Չենք հարցնում։ Չէ, բայց լավ կանեիք հարցնեիք։ Ինչու։ Որովհետև թույլ տվեցիք, որ մեր ընկերը գնա ինչ-որ գիրք կարդա։ Գոր, նախ եւ առաջ չի կարելի բռնանալ մարդու կամքին։ Բռնությունը բռնություն է ծնում, եւ հետո, եթե նա որոշել է զբաղվել ինքնակրթությամբ, մենք չպետք է խոչընդոտենք, այլ հակառակը պետք է օգնենք եւ աջակցենք դրան, հասկացար։ Հա լավ, մի չղայնացի։ Վերջ։ Այս հարցը համարում եմ փակված։ Իսկ հիմա ելք առաջարկի ու հնարավորինս արագ։ Ես մնում եմ նույն կարծիքին։ Ես կկոտրեմ ճամպրուկը ու կլինեմ շատ զգույշ։ Համաձայն եք, խնդրում եմ։ Չէ, այդպես չի կարելի։ Խնդրում եմ ձեր ականջներին օղարեք, որ այստեղ ոչ մի բան պատահական չի։ Ու եթե մենք ունենք հանելուկ, ուրեմն ճամպրուկը կբացենք այն ժամանակ, երբ որ լուծենք հանելուկը ու գտնենք դրա պատասխանը։ Ես էլ դրան համաձայն չեմ ու չփորձեք քվյարկել։ Հիշեցնեմ, թե ով էր ամենաշատը տանջվում այս ճամպրուկը այստեղ բերելուց։ Հիշում եք։ Չեք հիշում։ Հիշացնեմ։ Հիշացնում եմ։ Ասենք թե
Ջրից հանեցինք, հիմա ոնց ենք տուն տանելու։ Ինձ մի բան է հետաքրքրում։ Այդ ոնց էր որ ջրից հանելուց տենց հեշտությամբ հանեցինք, հիմա չեն կարողանում գետնից բարձրացնել։ Գազերում կամ հեղուկներում գտնվող յուրաքանչյուր առարկայի վրա ազդում է դեպի վեր ուղղված ուժ, որը կոչվում է արքիմեդյան ուժ։ Այդ ոնց։ Նա Իգոր, օրինակ 3 կիլոգրամանոց առարկան, եթե ջրի մեջ բռնում ես, ինքը նույն 3 կիլոգրամն է, չէ՞, բայց կարծես 100 գրամ լինի։ Այդ ոնց։ Հա, Գոր, մի զարմացի, ջուրն օգնում է, որ առարկան ավելի թեթև թվա։ Բարդ է, բայց հասկանալի, ջրի միջոցով առարկաներն ավելի թեթև են թվում, բայց միայն թվում։ Հասկացա։ Արմեն, արի փորձենք այս ճամպրուկը բարձրացնենք գոնե։ 3, 4։ Չէ, այսպես երկար չեն գնա։ Համ էլ պատկերացնում եք ինչ ուշադրություն կգրավենք։ Պատկերացնում եք մարդիկ մեզ ոնց են նայելու։ Թե ոնց են երկու դպրոցական երեխա մի հատ փոքրիկ ճամպրուկը հազիվ տանում։ Պետք է ուրիշ տարբերակ մտածել, որ այս ճամպրուկը հասցնենք ապահով մի վայր։ Դե առաջարկում թողնենք այստեղ ու այստեղ որոշենք, թե ոնց ենք բացում։ Չէ, ես դրան համաձայն չեմ։ Մենք վերջապես գտել ենք գլխավոր գանձերը։ Պետք է տարբերակ մտածել, թե ոնց ենք այս ճամպրուկը տանում ավելի ապահով մի վայր։ Համ էլ մի բան ասեմ։ Ես համ շատ ուրախ եմ, որ այս ճամպրուկը ծանր է, համ էլ շատ տխուր եմ, որ իր ծանրության պատճառով այն չեն կարող տանել ավելի ապահով մի վայր։ Իսկ կարող է ուրիշներից օգնություն խնդրենք։ Չէ, դա ամենավատ տարբերակն էր, որ կարող էր հնչել։ Համ էլ պատկերացնում ես, եթե ինչ-որ մեկը իմանա, որ մենք ճամպրուկ ենք գտել, հաստատ նա մեծ ցանկություն կունենա, որ միջի պարունակությունը կիսենք։ Նախ ասեմ, որ մենք դեռ չգիտենք ինչ կա ներսում, ու եթե անգամ դրանք լինեն քո այդքան սպասված գանձերը, ասեմ, որ դրա մասին պետք է իմանան նաև ուրիշները, որովհետև այդտեղ կարող են լինել կարևոր պատմական նշանակություն ունեցող իրեր։ Ու հա, ըստ օրենքի բոլոր գտնված գանձերը պատկանում են պետությանը։ Ես ճիշտ էի։ Այս ճամպրուկի մասին ոչ մեկը չպիտի իմանա։ Ես համաձայն եմ Գորի հետ։ Եկեք նախ բարձենք, թե ինչ կա ճամպրուկի ներսում, հետո որոշենք ինչ ենք անելու դրա հետ։ Շատ լավ։ Երեխաներ, հիմա լսում ենք իմ հանելուկը։ Չէ՞ որ դուք սիրում եք, չէ՞, այդ հանելուկների միջոցով բազմաթիվ խնդիրներ լուծել։ Սկսվեց։ Ճիշտ է, ես չեմ կարողանում այդպես գեղեցիկ շարադրել իմ մտքերը ոնց օրագրում է գրված, բայց դե կանցնեն օրեր, կլուծեք բազմաթիվ հանելուկներ, օրեր անց կգտնեք մի գանձ։ Հիմա հանձնարարությունը։ Մտածեք տարբերակ, թե ոնց ենք այս ճամպրուկը տանում տուն։ Ես հերվում հեծանիվ եմ տեսնում։ Դա ձեզ ինչ-որ բան ասում է։ Երեխեք, ես որ ասում էի մտածեք տարբերակ այս ճամպրուկը տուն հասցնելու համար, ես մտածում էի, որ դուք կհոգնեք, ոչ թե ես։ Հիմա դու բողոքում ես, ինչի։ Ասում եմ, ես որ ասում էի մտածեք տարբերակ այս ճամպրուկը տուն հասցնելու, ես մտածում էի, որ դուք կհոգնեք։ Վերջ։ Ես հոգնեցի, ես էլ այս հեծանիվը չեմ քշելու։ Հա, հիշեցիք, թե ով բերեց, ով էր ամենաշատը տանջվում, առանց ինձ ինչ էի կանելու։ Էնպես որ շատ ճիշտ կլինի, որ հենց ես էլ որոշեմ, թե ճամպրուկը ոնց ենք բացելու։ Դեռ ճամպրուկը չբացած, դեռ չիմանալով, թե ինչ կա դրա ներսում, մենք արդեն վիճում ենք։ Մենք արդեն պառակտվում ենք։ Չի կարելի, պարզապես չի կարելի։ Համաձայն եմ, եկեք վիճելու փոխարեն ուղղակի հասկանանք ոնց ենք բացում։ Գիտեք ինչ, դուք մտածեք, իսկ ես գնում եմ նկուղ։ Կարծում եմ մենք շատ ժամանակ չունենք ելքեր գտնելու համար։ Ինչքան ուսումնասիրում եմ, նայում եմ, ինչ-որ տառեր եմ տեսնում։ Օրինակ, սա A տառին է նման, սա V, բայց կարծես հակառակ գրած լինի։ Իսկ գուցե ճամպրուկը թեքենք ու այլ կողմից նայենք։ Դե արի շրջենք, տեսնենք ինչ-որ հուշում կտա դա մեզ։
Հա ինչ որ բան հասկացվում, հա։ Չէ, ոչ մի բան։ Պետք է ուրիշ տարբերակ գտնել։ Ասում են նման սթրեսային իրավիճակներում մարդու ուղեղը ավելի արագ է աշխատում։ Խնդրում եմ, հիշի գախնի գրերը վեր ծանելու, էլ ինչ տարբերակներ կան։ Ախը շատ բարդ բան ես ասում։ Գուցե այնպիսի տարբերակ կա, որը դեռ բացահայտված էլ չի։ Հա։ Ինչ որ բան գտակ։ Չէ, Գոր, սպասի։ Գոր, խնդրում եմ, հիմարություն չանես։ Արի հանգիստ փորձենք ուղեղով մտածել ոնց ենք բացում ճամպրուկը։ Մտածելու ժամանակն անցել է։ Եկել է գործելու ժամանակը։ Գորջան, հանգիստ, գործիքը տեղը դիր։ Ջարդել միշտ էլ կհասցնենք, մեզ մի քիչ ժամանակ տուր։ Ժամանակ չկա, հավատացնում եմ, հետո դուք ինձ շնորհակալություն եք հայտնելու։ Գոր, բավոր պարունակությանը վնաս հասցնես։ Հավատա, այդ դեպքում դու մեզնից ներողություն ես խնդրելու։ Լավ, բանակցություններն ավարտված են։ Մի կողմ գնացեք։ Գորին կպահեմ, դու արագ մտածի։ Դուրը բացեք։ Մեկ է ինձ այստեղ երկար չեք պահելու։ Ինձ ես գլուխկոտրուկի հետ մենակ ես թողնում։ Քոնը սովորական գլուխկոտրուկ է, ես իսկական գլուխկոտրուկի հետ գործ ունեմ։ Դուրը բացեք, ասում եմ։ Մինչև ճամպրուկը չբացենք, դուռը չենք բացելու։ Ասում եմ դուրը բացեք։ Ես չեմ կարողանում այս ձայների մեջ կենտրոնանամ։ Ինձ այստեղ երկար չեք պահելու։ Մեկ է ուշ թե շուտ բացելու եք։ Մի կողմ գնա։ Վերջ, ուժերը սպառվեցին։ Մենք չկարողացանք, հիմա քո հերթն է։ Ասեմ ձեզ իմանաք, հարցի պատասխանի նման լուծմանը անվանում են Գորդիան հանգույցի լուծում։ Բա, ըստ լեգենդի, Գորդիոսը այնպիսի հանգույց էր կապել, որը ոչ մեկը չէր կարողանում քանդել։ Ալեքսանդր Մակեդոնացին փորձում է լուծել հանելուկը։ Փորձում է, չի ստացվում։ Մտածում է, նորից է փորձում ու նորից չի ստացվում։ Վերջում Ալեքսանդր Մակեդոնացին բարկանում է, հանում է իր սուրը ու կտրում է պարանը, ասելով, որ լուծեց հանելուկը։ Եվ ճիշտ էլ արեց։ Հանելուկի պատասխանը կայանում էր նրանում, որպեսզի քանդեր խճճված կծիկը, եւ նա դա արեց։ Գոր հորինում ես։ Չէ, կարդացել եմ։ Հիմա ուզում ես ասել, որ դու մակեդոնացու պես ես վարվում։ Այո, ես ունեմ խնդիր բացել ճամպրուկը, իսկ թե ինչ ճանապարհով որոշում եմ ես։ Պատրաստվեք։ Ըստ անվտանգության կանոնների դուք պետք է հեռանաք, որովհետև հիմա ես այստեղ ամեն ինչ փշրելու եմ։ 1 2 3 Այ Գոր, լավ ես։ Մակեդոնացի ջան ո՞նց ես։ Տեսակ ինչ եղավ։ Ինչ եղավ, որ ոչինչ չեմ հիշում։ Հենց դու ուզում էիր հարվածել ճամպրուկին, ճամպրուկը դեղնեց, կարմրեց, հարվածատ հետ մղեց, դու գար։ Բա հետո Էլ ինչ հետո։ Տապալվեցիր հատակին։ Գնալով ամեն ինչ ավելի է հետաքրքրանում։ Ես զարմացած եմ։ Ճամպրուկը տեսքից այդքան էլ ամուր չի։ Մի տեսակ հուզվում եմ։ Սա կբացվի մենակ հանելուկի միջոցով։ Հետաքրքիր է։ Այսքան տարի ջրի տակ կա եղել ու չի փտել։ Էս ինչ էր։ ճամպրուկի տակ հայելի կա։ Ես հասկացա ինչ պետք է անենք։ Գաղտնի գրերի մի տարբերակ էլ կա։ Տառերը գրել են շրջված կամ հայելանման, որ պարզապես չէր կարող կարդալ։ Օգտագործել են հայլի, որի մեջ տեսել են տառերը ճիշտ դիրքով։ Դե, կարդանք։ Կարդա։ Այս ճամպրուկը կարող են բացել միայն ընտրյալները։ Դեպի այս գանձը քեզ կարող է բերել միայն օրագիրը։ Իսկ օրագրում գրված յուրաքանչյուր հանձնարարություն պիտի ապացուցեր, որ դու ընկերասեր ես, ուժեղ, խելացի, բարի, նպատակասլաց,
Չես վախենում խոչընդոտներից եւ սիրում ես արկածներ։ Միայն այս հատկանիշներով օժտված մարդը կարող է բացել ճամպրուկը։ Հիշիր, գանձը, որ դու գտել ես, պետք է ծառայի միայն բարի նպատակների։ Չհասկացա։ Էս ոչ մի բան չի գրված, թե ոնց ենք բացելու ճամպրուկը։ Որտեղ է բանալին։ Դե գրածից պարզ է դառնում, որ պետքա փնտրենք մի մարդու, ով բարի է, նպատակասլաց, միայն նրա միջոցով կարող ենք բացել այս ճամպրուկը։ Հա բայց ոնց ենք գտնելու։ Հո համացանցում հայտարարություն չենք տարածելու։ Փնտրում ենք բարի, խելացի, ուժեղ, նպատակասլաց, փորձություններ սիրող եւ արկածներից չվախեցող անձնավորություն ճամպրուկը բացելու նպատակներով, եթե դու այդպիսի մարդ ես, կապնվիր մեզ հետ։ Ախր օրագրում հստակ գրված էր, որ մեզնից մեկն է ընտրյալը։ Հիմա հասկանում եք օրագրում ինչի համար էին հանելուկները, դրանք հանձնարարություններ էին, որոնք հաղթահարելով միայն մենք կարող էինք բացել այս ճամպրուկը։ Հասկացա, քաղաքի լեգենդներն իմանալը, տարբեր վայրերի ու պատմությունների հետ ծանոթանալը մեզնից մեկին պետք է դարձներ ընտրյալ։ Լավ, ենթադրենք, ես ընտրյալն եմ։ Ոնց եմ բացելու այս ճամպրուկը, որտեղ է բանալին։ Գոնե գրված լիներ սիրելի ընտրյալ, բանալին գտնվում է այսինչ վայրում, գնա եւ վերցրու։ Դե լավ, եկեք փորձենք, գոր, փորձի։ Yes։ Հա, ինչ որ բան կատարվեց։ Չէ, ոչ մի բան, փաստորեն դու չէիր ընտրյալը։ Այս հատկանիշներից որևէ մեկը չհամապատասխանեց քեզ։ Հա բայց ես ուժեղ եմ, խելացի եմ, նպատակասլաց։ Դե լավ է։ Աննա, փորձիր։ Լավ, փորձեմ։ Փաստորեն նշված կետերին ես էլ չեմ համապատասխանում։ Փաստորեն ընտրյալը դու ես, այ պնդուկ։ Մնացիր դու։ Բայց ես շատ պատասխանատու պահ։ Չէ, փաստորեն դու այլ ընտրյալը չես։ Չբացվեց։ Չէ։ Երեխեք, կամ մենք ինչ-որ մի բան սխալ ենք անում, կամ սխալ ենք հասկացել։ Մարիան, մեզ Մարիան է պետք։ Ալո, Մարիա։ Հարցեր չտաս, արագ արի այստեղ։ Դե լավ էլի։ Գոր ձեռքը դիր։ Չէ, Գոր ձեռքը դիր։ Հասկացեք, մենք բոլորով ենք անցել բոլոր փորձությունները ու առանձին գործելու դեպքում ոչինչ չի ստացվի։ Դիր ձեռքդ։ Դու միշտ եղել ես ուժեղ ու քո ուժը մեզ օգնել է հաղթահարել բոլոր փորձությունները։ Մարիա, դու միշտ եղել ես բարի ու քո բարությամբ մեզ ուղղորդել ես ճիշտ ճանապարհով։ Արմեն, դու նպատակասլաց ես ու քեզ ոչինչ չի խանգարել գտնել ճիշտ պատասխանները։ Ու դու Աննա, դու շատ խելացի ես ու մեզ միշտ պատմել ես ամեն ինչի մասին ու տվել ես ճիշտ տեղեկություններ։ եւ իհարկե 4-ով միասին մենք երբեք չենք վախեցել արկածներից եւ միշտ գնացել ենք Արկածների հետքերով։ Արկածների հետքերով անսեն փորձությունը ջասով հետքերով արկածների Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։